Կաթվածների դեպքում հիվանդության կանխարգելումը շատ կարևոր է և հնարավոր է։ Կարևոր է, որովհետև կաթվածը պատահելու դեպքում նրա հետևանքները շատ ծանր են, սկսած մահվանից և վերջացրած հաշմանդամությամբ այս կամ այն աստիճանի, որոնք պահպանվում են հիվանդի հետագա կյանքի ընթացքում և սահմանափակում են հիվանդի ֆիզիկական և մտավոր հնարավորությունները նրա մնացած տարիների համար։ Եվ շատ կարևոր է կանխարգելել կաթվածները նաև այն պատճառով, որովհետև դա հնարավոր է անել շատ արդյունավետ։ Եթե կարողանանք կանխարգելել կաթվածի բոլոր ռիսկի գործոնները, գոնե կարևոր ռիսկի գործոնները, յուրաքանչյուր 10 կաթվածից 9 կարող է չլինել։ Կաթվածի կարևոր ռիսկի գործոններից է զարկերակային հիպերտենզիան։ Դա թերևս կաթվածի ամենակարևոր ռիսկի գործոնն է և նրա կանխարգելումը բոլոր ռիսկի գործոնների մոտավորապես 50%-ը կարող է կազմել, հաջողության 50%-ը կարող է կազմել։ Հայաստանում բավական տարածված է զարկերակային հիպերտենզիան, մարդկանց մոտավորապես 40%-ը ունի հիպերտենզիա, բայց բուժվում է ընդամենը 60%-ը, հաջողությամբ բուժվում է ընդամենը 15%-ը։ Կարևորագույն ռիսկի գործոններ են հանդիսանում նաև շաքարային դիաբետը, շատ կարևոր ռիսկի գործոն է հանդիսանում նաև դիսլիպիդեմիան, այսինքն արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակները, նստակյաց կենսակերպը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը ամենօրյա ռուտինում մարդկանց, անառողջ սննդակարգը, այդ թվում նաև աղի գերօգտագործումը։ Ծխելը մեզանում բավականին տարածված է, չնայած դրա դեմ ուղղված միջոցառումներին, որ ներկայումս կան, կարևոր ռիսկի գործոն է նաև ավելորդ քաշը և ալկոհոլի չարաշահումը։ Կաթվածը գերսուր հիվանդություն է, սիմպտոմները սովորաբար զարգանում են շատ արագ, մի քանի վայրկյանների ընթացքում, բացարձակ առողջության ֆոնի վրա։ Եվ առողջ մարդը հանկարծակի սկսում է ունենալ որոշակի սիմպտոմներ, կարող են լինել դեմքի ծռվածություն, ձեռքի թուլություն, ոտքի թուլություն, խոսքի խանգարում։ Հայտնի է, որ 1 վայրկյանում, 1 րոպեում ուղեղում բազմաթիվ նեյրոններ են մահանում և այդ իսկ պատճառով բուժումը պետք է հիվանդին հասնի հնարավորինս չափ արագ, փրկելու ուղեղի հնարավորինս շատ ծավալ, որովհետև երբ որ անոթը խցանվում է, իշեմիկ կաթվածի դեպքում խցանման առաջին րոպեներին կամ ժամերին ուղեղի ռեսուրսները հերիքում են պաշտպանել այդ նեյրոնները կենդանի վիճակում և եթե մենք հասցնում ենք միջամտել այդ ոսկի ժամերի ընթացքում, մենք կարողանում ենք կենդանացնել տուժած նեյրոնները և եթե չենք հասցնում, նրանք վերջնականապես մահանում են։ Կաթվածի ազգային ծրագրի շրջանակներում կիրառվում է թրոմբոլիտիկ թերապիա, որը բավականին թանկարժեք է, և թրոմբեկտոմիա, որը էլ ավելի թանկարժեք է, և բոլոր հիվանդների համար ծախսերը փոխհատուցվում են առողջապահության նախարարության կողմից։